отчество? Егезаров Камарша. Родились где? Тбилиси. Лицом категории ворозакония себя причисляете? Да, То есть вы вор. конечно. Как между собой называют ваши прозвища? Как? Как между собой называют? Кличка? Клички нету, кому меня зовут. Բարև ձեզ, պատրաստ եք այսօր մեզ հետ սուզվելու քրեական աշխարհի բարդ մի տեսակ ստվերային մի պատմության մեջ։ Բարև ձեզ։ Այո, պատմություն, որը բավականին խճճված է։ Մեր ուշադրության կենտրոնում է Կամո Եղիազարովը, որն ավելի հայտնի է Կամո Մոսկովսկի մականունով։ Նրա անունը վերջերս շատ հայտնվեց լրահոսում։ Հենց այդպես, հատկապես Ուկրաինայում ընթացող դատավարության կապակցությամբ, բայց պետք է ասել, որ այս պատմության արմատները դե շատ ավելի խոր են գնում։ Այո, հասնելով մինչև Սիբիրի հեռավոր շրջաններ։ Մենք ուրեմն ձեռքի տակ ունենք մի քանի հետաքրքիր աղբյուրներ, ուկրաինական դետեկտիվ ինֆոյի խորքային վերլուծությունը կա, Սպուտնիկ Արմենիայի հրապարակումներն էլ կան։ հա, նաև ռուսական Լենտարուի ու մասնագիտացված MZK-1 կայքի նյութերը։ Դրանք տարբեր տեսանկյուններ են տալիս, էլի։ Այո, եւ մեր առաքելությունն այսօր, կարծում եմ, ձեզ հետ միասին այս բեկորներից մի ամբողջական պատկեր կազմելն է։ Կփորձենք հասկանալ կոնկրետ ինչու է մեղադրվում Եղիազարովը հենց Ուկրաինայում։ Ինչպես է ենթադրաբար, իհարկե, իր ազդեցությունը տարածել կալանավայրում։ Եվ թերևս ամենահետաքրքիրը, ոնց է նրա անցյալի գործունեությունը, հա, հատկապես Տուվայում, կապվում այս ամենի հետ։ Բարդ է, չէ՞։ Շատ։ Ինչպես կարող է մեկ մարդու պատմությունը միահյուսել այսքան տարբեր աշխարհագրական ու, ասենք, քրեական իրողություններ։ Դե ինչ, եկեք փորձենք միասին պարզել։ Սկսենք։ Դե ինչ, սկսենք հենց գլխավոր հերոսից։ Ով է Կամո Եղիազարովը։ Աղբյուրները նրան ներկայացնում են որպես 59-ամյա, դե հրապարակումների պահին, ծնունդով Թբիլիսից 1962 թվականի։ Հա, ու մի հետաքրքիր դետալ, նա հանդես է գալիս որպես քաղաքացիություն չունեցող անձ։ Սա էլ իր նշանակությունն ունի երևի։ Անշուշտ։ Բայց ամենակարևոր բնորոշումը երևի այն է, որ նա համարվում է օրենքով գող։ Սա պետք է շեշտել։ Սա ուղակի կոչում չէ։ Բնավ, սա քրեական աշխարհի էլիտար կարգավիճակ է, որը ենթադրում է որոշակի կանոնների պահպանում, բացառիկ հեղինակություն, ու իրենց միջավայրում։ Ու պատկերացրեք, նա ունի ավելի քան 30 տարվա բանտային փորձ։ Ստաժ են ասում, չէ՞։ 30 տարի։ Սա գրեթե մի ամբողջ կյանք է, հա, անցկացված ճաղերի հետևում։ Եվ այդ փորձը, պարզվում է, սկսվել է շատ վաղ։ Լենտարուն ու MZK-1-ում մանրամասնում են, որ առաջին անգամ դատապարտվել է 19 տարեկանում 81-ին, Թբիլիսիում։ Իսկ ընդամենը 2 տարի անց 1983-ին 18 տարեկան հասակում, պատկերացրեք 18 տարեկան, նա թագադրվում է որպես օրենքով գող։ 18 տարեկան, սա բավականին արագ վերելք է քրեական հիերարխիայում, չէ՞։ Միամշանեք, 90-ականների սկզբին արդեն տեղափոխվում է Մոսկվա, որտեղ դե ըստ աղբյուրների շատ ակտիվ ներգրավում է քրեական կյանքին։ Հիմնականում խարդախություններ, թմրանյութերի շրջանառություն, Այսինքն դասական ուղղություններ։ հա, դասական, բազմաթիվ ձերբակալություններ ու դատվածություններ են հաջորդում։ Սա նրա, այսպես ասած, կենսագրության մասն է։ Այստեղ կա մի շատ կարևոր պահ։ Լենտարուն մատնանշում է, որ Ռուսաստանում տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունը խոսքը քրեական օրենսգրքի 210.1 հոդվածի մասին է։ Այո, քրեական հիերարխիայում բարձրագույն դիրք զբաղեցնելը։ Սա ուղղակիորեն թիրախավորում էր հենց օրենքով գողերին։ Հենց իրենց։ Ու այս օրենքի ընդունումը դառնում է շրջադարձային։ Այս օրենքից հետո, որը նրանց համար ըստ էության խաղի կանոններն էր փոխում, Եղիազարովը տեղափոխվում է Ուկրաինա։ Հա, ու սա կարծես միայն նրա դեպքը չէր։ Շատ հեղինակությունների համար Ուկրաինան դարձավ մի տեսակ փախուստի ուղի, ավելի խիստ պատժից խուսափելու համար։ Հետաքրքիր է, սակայն Ուկրաինայում էլ, ինչպես հասկանում ենք, նրանց սպասում էր իրավական նոր իրականություն։ Դետեկտիվ ինֆոն հատուկ շեշտում է Եղիազարովի գործի պատմական նշանակությունը հենց Ուկրաինայի համար։ Այո, նա դարձել է քրեական հիերարխիայի այդ բարձրագույն օղակի, հա, առաջին ներկայացուցիչը, ում դատում են Ուկրաինայի նոր, այսպես կոչված, հակագողական օրենքի հիման վրա։ Այսինքն սա առաջին նման դեպքն է։ Առաջինը։ Խոսքը քրեական օրենսգրքի 255.1 հոդվածի մասին է։ Քրեական ազդեցության տարածում։ Սա շատ կարևոր նրբություն է,
Մարդուն կարող են դատել ոչ թե կոնկրետ հանցագործության համար, այլ իր կարգավիճակի ու դրա միջոցով ազդեցություն գործադրելու համար։ Սա նախադեպային գործ է փաստորեն։ Իսկ կոնկրետ ինչպես են նա հայտնվել ուկրաինացի իրավապահների թիրախում։ Աղբյուրները նշում են, որ 2020-2021 թվականներին նա պահվել է Չեռնիգովի մի հատ բարդ անուն ունի։ Հա, օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր պահման կետ։ Կրճատ PTPI։ Ահա։ Սա, այսինքն սովորական բանտ չի։ Ոչ, սա մի վայր է, որտեղ պահում են մարդկանց մինչև իրենց կարգավիճակի հստակեցումը կամ ասենք արտաքսումը։ Ու հենց այնտեղ գտնվելու ընթացքում էլ ըստ մեղադրանքի նա շարունակել է իր գործունեությունը։ Եվ մեղադրանքները, ինչպես հասկանում ենք, բավականին ծանր են։ Շատ, բացի այդ նոր հոդվածից քրեական ազդեցության տարածումից նրան մեղադրում են նաև թմրանյութերի տարածման մեջ։ Սպուտնիկ Արմենիան ու Լենտարուն նշում են, որ այս մեղադրանքների համակցությամբ սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում, սա լուրջ ժամկետ է։ Անշուշտ։ Իսկ ինչ է նա արել այդ ժամանակավոր պահման կենտրոնում, հա, որը հիմք է դարձել նման մեղադրանքների։ Ըստ իրավապահների վարկածի, որը ներկայացնում են, ասենք, Սպուտնիկ Արմենիան ու դետեկտիվ ANF-ն, Եղիազարովը փորձել է այդ փակ հաստատությունում ստեղծել իր սեփական թագավորությունը։ Տենց են ձևակերպում։ Թագավորություն, այսինքն իր կանոններն է հաստատել։ Հա, հանդես է եկել որպես միջնորդ դատավոր, լուծելով այնտեղ գտնվող այլ քրեական տարերի միջև ծագած վեճերը, վերահսկել է օբշճակը։ Օբշճակը, այսինքն ընդհանուր գանձարանը, դա շատ կարևոր տարիր է իրենց համակարգում։ Ճիշտ է։ Ավելին, նրան մեղադրում են նաև կենտրոն թմրանյութերի մատակարարում կազմակերպելու մեջ։ Դետեկտիվ ինֆոն նույնիսկ մանրամասներ է հաղորդում, թե ոնց են թաքցրել։ Հա, կարտացի, օրինակ մեղրի կամ լավաշի մեջ։ Սա ցույց է տալիս, թե ինչքան հնարամիտ կարող են լինել, էլի։ Բարյո։ Ու այս մեղադրանքը հաստատելու համար, ինչպես նշում է Սպուտնիկ Արմենիան, խուզարկությանը նույնիսկ հատուկ նշանակության ջոկատ են ներգրավել։ Սա ցույց է տալիս գործի լրջությունը։ Հետաքրքիր է, իսկ ինչ ապացույցներ կան, հատկապես են քրեական ազդեցության տարածման մեղադրանքը հիմնավորելու համար։ Դետեկտիվ ինֆոն հրապարակել է գաղտնալսումների արդյունքներ։ NSRD են դրանք կոչվում, չէ՞։ Հա, ոչ հրապարակային քննչական գործողություններ։ Մի զրույցում, որը 2020-ի հոկտեմբերին է եղել, Զազա անունով մեկը հարցնում է. Ես Կամո Մոսկովսկու հետ եմ խոսում, հա։ Գողի հետ։ Եվ ինչ է պատասխանում։ Եղիազարովը պատասխանում է. Այո, իսկ ով է դա։ Իրավապահները սա մեկնաբանում են որպես իր կարգավիճակի ուղղակի հաստատում, հենց իր կողմից։ Սա կարևոր է դատավարության համար։ Բայց կա նաև մեկ այլ, ըստ դետեկտիվ ինֆոյի շատ ավելի տագնապալի ձայնագրություն։ 2020-ի օգոստոսին Սոչիում բնակվող Գրիգորի անունով մի գործարարի հետ զրույց է։ Ինչ է ասում։ Ըստ գաղտնալուսման Եղիազարովն ասում է. ամեն ինչ լավ կլինի, խոսք եմ տալիս, հանգիստ եղիր, եթե մի մազ ընկնի գլխիդ, նրանք չեն ապրի, նրանցից ոչ ոք, հասկացա՞լ ախպերս։ Սա ուղղակի սպառնալիցի է նման։ Միանշանակ, եւ իհարկե իրավապահների համար սա կարևոր փաստարկ է նրա ազդեցության եւ մեթոդների մասին։ Իսկ ինչպես է արձագանքում ինքը Եղիազարովը։ Դետեկտիվ ինֆոյին նշում է, որ նա կանհատեսելիորեն չի ընդունում իր մեղքը։ Սպասելի էր։ Նրա պաշտպանական կողմը չի բացառում, որ սա կարող է լինել իրավապահների կողմից կազմակերպված սադրանք, կամ ապացույցները կեղծված են, նա նաև չի հաստատել իր կապը հրապարակված ձայնագրությունների հետ։ Դե սա ստանդարտ մարտավարություն է նման դեպքերում, այո։ Բայց պետք է հասկանալ նաև, որ այս գործը զարգանում է Ուկրաինայում օրենքով գողերի դեմ հայտարարված պայքարի ֆոնին։ Հա, այդ մասին էլ կա ինֆորմացիա։ Լենտարուն հիշեցնում է, որ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը ՍՆԲՕ-ն պատժամիջոցներ էր սահմանել բազմաթիվ քրեական հեղինակությունների նկատմամբ։ Եվ նրանց մեծ մասը ըստ պաշտոնյաների արդեն լքել էր երկիրը։ Եղիազարովի գործը կարծես այս քաղաքականության տրամաբանական շարունակությունն է, էլի։ Լավ, Ուկրաինայի իրադարձությունները հասկանալի են։ Նոր օրենք, առաջին դատավարություն, լուրջ մեղադրանքներ։ Բայց հետաքրքիր է, ինչպես է մարդը հասնում նման կարգավիճակի, որ նույնիսկ ժամանակավոր պահման կենտրոնում կարողանա թագավորություն հաստատել։ Այստեղ որ Լենտարուի հրապարակումը մեզ տանում է բոլորովին այլ տեղ։ Ուր։ Ռուսաստանի Դաշնության Տուվայի Հանրապետություն եւ բացահայտում մի պատմություն, որը սկսվել է շատ ավելի վաղ, 2008 թվականին։
Եվ այստեղ Եղիազարովի դերը կարծես շատ ավելի հիմնարար է եղել։ Սա արդեն Կարաշերիկ կամ Սև բանակ կոչվող կազմակերպության մասին է, չէ՞։ Հենց դրա մասին։ Լենտարուի «Դելա Չորնեյ արմիայի» հոդվածը, որը շատ հետաքրքիր է, որովհետև հիմնված է նաև Ռուբոպի, այսինքն կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին օպերատիվ աշխատակցի վկայությունների վրա, Այսինքն ներցից տեղեկություններ կան։ հա, պատմում է, որ ամեն ինչ սկսվել է 2008-ին, երբ Եղիազարովը ժամանել է Տուվա, Շագոնար քաղաքի թիվ 4 ուղիչ գաղութ, IK-24, իր հերթական պատիժը կրելու։ Եվ ահա ամենակարևորը, սա առաջին դեպքն էր, երբ օրենքով գող էր հայտնվում Տուվայում։ Առաջինը։ Առաջինը։ Մինչ այդ, ըստ աղբյուրի, այս հերրավոր, շատ առանձնահատուկ մշակույթ ունեցող հանրապետությանը հաջողվում էր խուսափել քրեական աշխարհի բարձրագույն էլիտայի ուղղակի ներթափանցումից։ Ուրեմն պատկերացրեք մի տարածաշրջան, որը մինչ այդ ապրում էր իր ներքին թերևս մասնատված քրեական կանոններով, հանկարծ ընդունում է քրեական աշխարհի, ասենք, արքային։ Եվ ինչ է անում նա։ Ինչ կաներ օրենքով գողը։ Լենտարուն նկարագրում է, որ նա անմիջապես սկսում է հաստատել իր կանոնները գաղութում, պարտադրում է բոլոր բանտարկյալներին պարբերաբար գումար փոխանցել օփշակին։ Իսկ եթե մեկը հրաժարվում էր։ Հրաժարվողներին սպառնում էր շատ կոնկրետ բանով։ Եթե դուք այստեղ չվճարեք, ձեր հայրենակից տուվացիները, որոնք Ռուսաստանի այլ գաղութներում են նստած, շատ վատ վիճակում կհայտնվեն։ Սա ցույց է տալիս այս ցանցերի անդրսահմանային բնույթը եւ ազդեցության լծակները։ Խելացի քայլ է իրենց տեսանկյունից։ Անշուշտ։ Եվ այստեղ կա մի կարևոր համերգում, որը նշում է Լենտարուն, հենց այդ շրջանում 2008-ին Ռուսաստանում լուծարվում են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի տարածաշրջանային վարչությունները, ռուբոպները։ Այն կառույցները, որոնք ամենաարդյունավետն էին պայքարում հենց նմանատիպ հանցավոր խմբավորումների դեմ։ Ճիշտ այդպես։ Նրանց լուծարումը փաստացի թուլացրեց իրավապահ համակարգը տեղերում եւ կարելի ասել բարենպաստ հող ստեղծեց Եղիազարովի նման գործիչների ազդեցության ամրապնման համար։ Մինչ Եղիազարովի ժամանամը, ինչպես պատմում է Լենտարոյի օպերատիվ աշխատակից աղբյուրը, Տուվայում գործող հանցավոր խմբավորումները նշվում են անուններ, ինչպես Օվյուրսկայա, Բարումսկայա, հիմնականում տեղական բնույթի էին։ Հա, գործում էին իրարից անկախ, մասնատված, բայց Եղիազարովի գալուստով ամեն ինչ փոխվում է։ Նա սկսում է կենտրոնացված կերպով ներդնել գողական համակարգը։ Փաստացի միավորում է այս խմբերը մեկ կառույցի մեջ։ Եվ հենց այս գործընթացի արդյունքում էլ ձևավորվում է Կարաշերիկը, Սև բանակը։ Անունն ինքնին խորհրդանշական է, չէ՞։ Այո, գալիս է բանտարկյալների Սև համազգեստից եւ հողում է կատարում Սև գոտիներին։ Այն կալանավայրերին, որտեղ իշխում են գողական կանոնները ի տարբերություն կարմիրների, որոնք վերահսկվում են վարչակազմի կողմից։ Իսկ գաղափարախոսությունը։ Իր գաղափարախոսությամբ, ինչպես նշում է Լենտարուն, Կարաշերիկը շատ նման է Ռուսաստանում արգելված ԱՈԵ, արեստանտական խրեական միասնություն էքստրեմիստական շարժմանը։ Սա արդեն շատ լուրջ է։ Շատ։ Այսինքն այն ակտիվորեն քարոզում էր քրեական ռոմանտիկա, օրենքից դուրս կյանքի գրավչություն, ատելություն իրավապահների նկատմամբ։ Եվ ամենասարսափելին այս ամենը ուղղված էր հատկապես երիտասարդությանը։ Հենց դա։ Եվ նրանց մեթոդները։ Լենտարուն նկարագրում է շորթումների տոտալ համակարգ, պատկերացնում եք տոտալ։ Այսինքն ամբողջ տարածաշրջանում Տուվայի հատկապես արևմտյան, ավելի հարուստ շրջանների բնակիչները պարտավոր էին տուրք վճարել։ Օրինակ է բերվում, միջքաղաքային երթուղիների վարորդներից պարբերաբար գումար էին գանձում։ Ինչ չափով։ Մեքենայից 2 ուղևորի տոմսի գումարի չափով, ամեն ուղևորությունից։ Սա դառնում է համատարած երևույթ։ Բայց միայն շորթումներով էին սահմանափակվում, թե։ Ոչ, ցավոք։ Դաժանությունը սահմաններ չուներ։ Լենտարուն պատմում է մի շատ ցնցող դեպք գործարարի մասին, ով հրաժարվել էր վճարել Սև բանակին։ Ինչ են արել։ Նրան բռնի ուժով տնից հանել են, կնոջ ու երեխաների աչքի առաջ կապել են ձիուց եւ քշել տափաստանով, փաստացի մահվան դատապարտելով։ Սարսափելի է։ Ուղղակի սարսափելի է։ Այս մեկ դեպքը ըստ աղբյուրի բավարար էր, որպեսի ամբողջ Տուվան հասկանա այս մարդիկ կանգ չեն առնի ոչ մի բանի առաջ։ Վախը դարձավ նրանց կառավարման հիմնական գործիքը։ Եվ ամենաանհանգստացնողը երևի երիտասարդների ներգրավման մեխանիզմն էր։ Այդ մասին ավելի մանրամասն կպատմեք։ Սա ուղղակի սրտաճմլիկ է։ Լենտարուի աղբյուրը պատմում է, թե ինչպես էր ագրեսիվ հավաքագրում տեղի ունենում հենց դպրոցներում։ Նա հիշում է 14-ամյա մի տղայի, ով լրջորեն հարցնում էր, թե ինչպես կարելի է նստել։ Նստել, այսինքն բանտարկվել,
Հա, քանի որ տեղական պատկերացումներով, որոնք իրենք էին սերմանել, դա համարվում էր իսկական տղամարդ դառնալու ճանապարհ։ Պատկերացնում եք արժեքների նման այլասերումը։ Ստեղծվել էր մի այնպիսի համակարգ, որտեղ հանցագործ լինելը դարձել էր հեղինակավոր։ Մեխանիզմն էլ երևի պարզ էր։ Շատ։ Երեխան ինչ-որ սխալ էր անում, դառնում էր կոսյաչնիկ, այսինքն պարտքի տակ ընկած, հա, իրենց ժարգոնով։ Եվ նրանից սկսում էին գումար պահանջել, մեղքը քավելու համար։ Ճիշտ է։ Սկզբում երեխան գումար էր խնդրում կամ գողանում ծնողներից, հետո տնից։ Իսկ երբ այդ աղբյուրներն էլ էին սպառվում, Նրան դրդում էին կատարել իր առաջին հանցանքը, օրինակ փողոցում թոշակառուի պայուսակը խլել։ Այսպես համալրվում էին սև բանակի շարքերը։ սա նշանակում է նրանք միտումնավոր կերպով երեխաներին ներքաշում էին հանցավոր աշխարհ։ Այո։ Նույնիսկ 5-7-րդ դասարանների աշակերտները, պատկերացրեք, իրենցից փոքրերից հեռախոսներ ու մանր փող էին հավաքում օբշչակի համար։ Եվ հանցնում տվյալ թաղամասի կամ գյուղի սմատրյաշչի, այսինքն տեղի քրեական նայողին, պատասխանատուին։ Մի ամբողջ համակարգ էր։ Մի ամբողջ երարխիա, դպրոցից սկսած։ Իսկ որտեղից էին գալիս այդ օբշչակի փողերը, որոնք այդքան կարևոր էին համակարգի համար։ Լեն Տարոուն նշում է երկու հիմնական աղբյուր։ Առաջինը կանեփի անօրինական մշակում եւ վաճառք, որով զբաղվում էին ամբողջ ընտանիքներով, ասում են։ Երկրորդն էլ անասնագողություն, որը Տուվայի համար համարվում է ամենատարածված հանցատեսակը։ Հա ըստ աղբյուրի, փորձառու անասնագողը կարող է 1 ժամում կով գողանալ, մորթել եւ վաճառել միս, ասենք 80-100 հազար ռուբլով։ Դա մոտ $1000-300։ Լուրջ գումարը, եթե նա դրա կեսը տալիս է օբշչակին, պատկերացրեք ինչ մասշտաբների մասին է խոսքը։ Կարևոր է նշել նաեւ, որ հակառակ քեական աշխարհի առասպելներին, թե օբշյակը օգնում է բանտարկյալներին ու նրանց ընտանիքներին, Իրականում այդպես չի։ իրականում ըստ Լեն Տարոուի այդ գումարների հիմնական մասը գնում էր հենց հեղինակությունների անձնական կարիքների եւ նոր հանցագործությունների ֆինանսավորման համար։ Այսինքն շարքային բանտարկյալները, մուժիկները, ինչպես իրենք են ասում։ Հա, հասարակ աշխատավոր դատապարտյալները դրանից գրեթե օգուտ չէին ստանում։ Իսկ ինչպես էին ղեկավարվում այս բարդ կառույցները։ Ով էր վերևում։ Սկզբում ըստ Լեն Տարոուի Տուվայի քրեական աշխարհը գտնվում էր հարևան Կրասնոյարսկի երկրամասի օրենքով գող Կոնստանտին Նայբաուերի Կոստյա Կանսկի մականունով հսկողության տակ։ Նրան էին տուրք տալիս, նա էր վեճեր լուծում։ Այո, սակայն իրավիճակը փոխվում է, երբ Տուվայի թիվ 1 գաղութում իկա մեկում իր պատիժներ կրում մեկ այլ վրացի օրենքով գող Ռուսլան Գեգեչկորին, հայտնի որպես Շլյապը Մլաչի։ Եվ նա ինչ է անում։ Նա սկսում է ակտիվորեն աջակցել տեղական կադրերին։ Սա ցույց է տալիս, թե ինչպես կարող են նույնիսկ բանտարկված գեներալները շարունակել ղեկավարել իրենց բանակները։ Հենց Գեգեչկորի աջակցությամբ էլ երևի առաջ է գալիս Օրլանո Օլդոնգակը 2017-ին, չէ՞։ Հա, նրան նշանակում են պալլաժանեց, այսինքն օրենքով գողի տեղական ներկայացուցիչ, նրա աջ ձեռքը։ Եվ երբ Գեգեչկորին ազատվում է 2018-ին, իսկ Նայբաուերին ձերբակալում են 2019-ին, Դոնգակը դառնում է Տուվայի քրեական աշխարհի փաստացի միանձնյա ղեկավարը։ Սակայն երկար չի տևում նրա թագավորությունը։ 2020-ին նրան ձերբակալում են եւ դատում հենց այն նոր 211 հոդվածով քրեական հիերարխիայում բարձրագույն դիրք զբաղեցնելը։ Հա, ու նա պահանջում է երթվյալ ատենակալների դատ։ Լեն Տարոուն բերում է երթվյալ ատենակալներից մեկի հետաքրքիր վկայությունը։ Ինչ է ասում։ Ասում է, դատարանում Դոնգակը հագիստ էր, խելացի տպավորություն էր թողնում, բայց երբ լսեցին գաղտնալսումները, որտեղ նա սովորական մարդկանց անվանում էր վետոշ։ Լատ, հնոտի։ Հա, դա վանեց երթվյալներին։ Նրանք միաձայն մեղավոր ճանաչեցին։ Ու նա դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։ Բայց Դոնգակի ձերբակալությունից հետո համակարգը չի փլուզվում, չէ՞։ Ցավոք ոչ։ Նրա տեղը 2020-ին զբաղեցնում է Արտիշ Դաժիվան եւ կրկին Գեգեչկորիի հովանավորությամբ, ով այդ ժամանակ արդեն գտնվում էր ուշադրություն Ուկրաինայում։ Տեսնում եք կապերը։ Ուկրաինայից ազդում է Տուվայի իրավիճակի վրա։ Հենց այդպես։ Դաժիվան ընդլայնում է շորթումների ցանցը, նույնիսկ թիրախավորելով Տուվայից դուրս սովորող ուսանողներին։ Փորձում է նաև օրինականանալ, գրանցվել որպես անասնապահությամբ զբաղվող անհատ ձեռներեց։ Բայց դա էլ չի օգնում։
2022-ի ամռանը նրան եւս ձերբակալում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը FSB-ն ու տեղափոխում Մոսկվա։ Իրավապահները կարծես վերջին տարիներին լրջորեն զբաղվել են այս կառույցով։ Լենտարուն նշում է, որ 2023-ի փետրվարին FSB-ն ու քննչական կոմիտեն մեծ գործողություն են իրականացրել։ Բացահայտել են Կարա Շերիկի 50-ից ավելի ենթադրյալ մասնակցի։ Այո, շատերի գործերն արդեն դատարանում են, կան առաջին դատավճիռներ 8-10 տարվա ազատազրկում։ Իսկ հովանավորը Ռուսլան Գեգեչկորին հետախուզվում է։ Մի խոսքով մեծ գործ է արվել։ Այսպիսով, մենք ունենք երկու հիմնական պատմություն՝ Եղիազարովի ներկայիս դատավարությունն Ուկրաինայում եւ նրա անցյալի դերը Տուվայում Կարա Շերիկի ստեղծման գործում։ Ինչպես ենք վերջնականապես կապում այս կետերը։ Հիմնական կապողողակը ըստ Լենտարուի վերլուծության եւ նաեւ այն օպերատիվ աշխատակցի խոսքերի հենց Եղիազարովի ժամանամն է Տուվա 2008 թվականին։ Նրա որպես առաջին օրենքով գողի հայտնվել այդ տարածաշրջանում դարձավ կատալիզատոր։ Այսինքն նա էր սկզբ դնողը։ Կարելի է ասել, նա ոչ միայն հիմք դրեց Կարա Շերիկի ձևավորմանը, այլև ներմուծեց եւ արմատավորեց գողական գաղափարախոսությունն ու կառավարման համակարգը մի միջավայրում, որտեղ դրանք նախկինում այդքան կենտրոնացված ու ազդեցիկ չէին։ Նա բերեց կանոնները։ Եվ թեև նրա ներկայիս գործունեությունը ենթադրաբար Ուկրաինայում աշխարհագրորեն շատ հեռու է Տուվայից, այն բխում է նույն աղբյուրից, նրա օրենքով ողի կարգավիճակից։ Եվ այդ կարգավիճակով ձևավորված ազդեցության ցանցերից։ Այս ցանցերը, ինչպես տեսանք Գեգեշկորի օրինակով, կարող են գործել հեռավորությունների վրա, մի երկրից ազդելով մյուսում կամ մի տարածաշրջանից մյուսում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Սահմանները նրանց համար հաճախ պայմանական են։ Հենց այդպես։ Այսպիսով, ամփոփելով այսօրվա մեր, կարծում եմ, բավականին խորը քննարկումը, մենք տեսանք, թե ինչպես է Կամո Եղիազարովը, Կամո Մոսկովսկին, այսօր Ուկրաինայում կանգնած դատարանի առաջ, մեղադրվում են նոր օրենքով քրեական ազդեցության տարածման մեջ։ Միևնույն ժամանակ նրա անցյալը, ըստ մեր աղբյուրների, ցույց է տալիս նրա կարելի է ասել առանցքային դերը Տուվայում Կարա Շերիկ կազմակերպության հիմնադրման գործում, որը աչքի էր ընկնում դաժանությամբ ու երիտասարդության զանգվածային ներգրավմամբ։ Այո, դեռ 2008 թվականից սկսած մենք բացահայտեցինք այդ կազմակերպության գործելավոճը, ֆինանսավորման աղբյուրները եւ հիերարխիկ կառուցվածքը։ Եվ որպես վերջաբան, մի հարց ես մեր ունկնդիրներին, մի քիչ մտորելու համար։ Ինչպես է բարձր մակարդակի քրեական գործիչների, օրենքով գողերի, պարզ տեղաշարժը սահմանների եւ տարածաշրջանների միջով ազդում տեղական քրեական էկոհամակարգերի վրա։ Մեկ մարդու ժամանամը կարող է արդյոք արմատապես փոխել հանցավորության պատկերը մի ամբողջ տարածաշրջանում, կենտրոնացնել մասնատված խմբավորումները եւ ներդնել բռնության ու շահագործման նոր ավելի դաժան համակարգեր։ Եվ իհարկե, ինչ մարտահրավերներ է սա ստեղծում իրավապահ մարմինների համար, հատկապես այնպիսի իրավիճակներում, երբ տեղական կառույցները կարող են լինել թույլ, անպատրաստ, կամ ինչպես Տուվայի դեպքում տեսանք, որոշ ակնարկներ հնարավոր են նույնիսկ ինչ-որ չափով անտարբեր կամ ներգրաված։ Սա բարդ հարց է։ Շատ բարդ։ Ու դրա պատասխանները թերևս դուրս են այսօրվա մեր քննարկման շրջանակից, բայց դրանց շուրջ խորելը, կարծում եմ, կարևոր է, հասկանալու համար այսօրվա աշխարհում կազմակերպված հանցավորության իրական դեմքը։ Միանշանակ։